Բարի երկուշաբթի սիրելի հեռուստադիտող։ Այո, ասենք բարի որ բարին լինի, միևնույն է մի քիչ անձրև է, մի փոքր անպամած, տեղ-տեղ իհարկե կարող է եւ ձյուն գալ, բարձադիր շրջանում կարկուտ կարող է լինել, բայց ասենք բարի որ բարին լինի, սիրելիներ։ Աշխատանքային նոր շաբաթը հայտարարում ենք բացված, հուսով ենք այն շատ դրական կանցնի բոլորիս համար եւ իհարկե անմիջապես անցնում ենք եղանակային կանխատեսումներին, որոնց հետ առնչվում է մեզնից յուրաքանչյուրը։ Դրանք գոնե այսօրվա համար բավական թաց են սպասվում։ Շատ թաց են նույնիսկ։ Այսօր եւ մարտի 31-ին շրջաններից գալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 4-ից 6 աստիճանով։ Այնպես որ այո, դեռ բաճկոնները կողք մի դրեք։ Կան փակ ավտոճանապարհներ, դեռ չեն բացվում Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդանավթաբանական կայանից դեպի Ամբերտ Ամրոց ու Քարելիչ տանող ավտոճանապարհները։ Ստեփանց-Մինդալարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բոլորիս ամփորձանք երթևեկություն։ 3 տեղական ժամանակով էլ ժամը 18:54-ին երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Ես պատկերացնում եմ այդտեղի մարդկանց վերապրումը։ Այո։ Իհարկե դժվար է։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Շիրակամուտ, Արջուկ, Լեռնապատ եւ Շահումյան գյուղերում 3-ից 4 բալ ուժգնությամբ է զգացվել։ Հուսանք, որ այլևս ցնցումներ չեն լինի, եթե լինեն էլ մեզանից թող հեռու լինեն։ Շատ հեռու լինեն, այո։ Մեկնարկել են դպրոցականների գարնանային արձակուրդները, բայց որը որ խցանումների վրա այդպես էլ չանդրադարձավ։ Կարծես թե չեն թեթևացել խցանումները։ Եթե առաջին դասարանցիները հանգստանում էին 1 շաբաթ շուտ, մյուս բոլոր դպրոցականները հանգստանում են արդեն այսօրվանից 3-ից 12-րդ 12-րդ դասարանների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թվականի մարտի 27-ից այսօրվանից մինչև ապրիլի 2-ը ներառյալ։ Ներառյալ, այնպես որ սիրելի ծնողներ, փորձեք հանդուրժել ձեր երեխաներին։ Հանդուրժել, ես կասեի, հրաշալի ժամանց անցկացրեք միասին։ Ստվում է։ Լավ։ Բայց չմոռանաք իհարկե տնային աշխատանքների մասին եւ առհասարակ օգտակար գործով զբաղվեք։ Իսկ օգտակար գործերից Սիրելի դպրոցականներ, ուղղակի հանգստացեք ու վայելեք այս մեկ շաբաթը, որտեղ հետո էլ գնալու եք դպրոց։ Սովորել միշտ էլ կհասցնեք, վայելեք։ Այս պահին երևի թե ասում եմ մեկով անընդհատ սովորում։ Դե իմ փորձից եմ ասում։ Անցնենք առաջ եւ եղանակային կանխատեսումներից զատ լսենք նաեւ երաժշտություն։ Որովհետեւ երաժշտությունը ամենալավ եղանակն է, ներսի եղանակը։ Անկախ բոլոր այո եղանակային կանխատեսումներից, երբ կա լավ երաժշտություն, ամեն ինչ լավ է լինում։ Միանշանակ է, գնացինք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող, անցնում ենք առաջ եւ այլ թեմայի ենք անցնում, որ էլի յուրաքանչյուրիս հետ կապ ունի։ Այլ թեմայի մասին թարմացվում է Հայաստանի աշխատանքային օրենսգիրքը, ինչպես նախորդ շաբաթ հայտարարեց ազգային ժողովում, խոսքը մոտ 45% փոփոխությունների մասին է։ Եթե ավելի պարզ ապա այս փոփոխություններով օրինակ կարգելվի աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով։ Մինչև 2 տարեկան երեխային խնամող աշխատողին կտրվի աշխատանքային ժամերը կրճատելու իրավունք։ Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդի դիմում չներկայացնի, գործատուն իրավունք կստանա իր հայցողությամբ նրան ուղարկել արձակուրդին։ Էլ ինչ է պետք իմանալ աշխատողի իրավունքների մասին, դիտենք հաջորդ տեսանյութում, ապա տաղավարում կշարունակենք զրույցը։ Եվ այսպես ինչ է փոխում պետությունը մեր աշխատավորներիս իրավունքներում եւ պատասխանատվություններում։ Հյուրընկալել ենք այս ամենի պատասխանները ստանալու համար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանին բարև ձեզ։ Բարև լույս։ Եվ այսպես նշեցինք, որ մոտ 45%-ով, այսինքն կիսով չափով, համենատի կիսով չափով փոխվում է եղածը։ Ինչու՞։ Այսինքն միջև դա չէր բավարարում, չէր ծածկում այդ ամենը։ Կարելի ասել, քանի որ աշխատանքային օրենսդրությունը դինամիկ process է եւ շատ հաճախ հարաբերություն է լինում եւ խնդիրները վերհանել, որոնք որ կիրառության մեջ են իհայտ գալիս եւ ինչու ոչ մենք ունենք նաեւ ստանձնած մի շարք պարտավորություններ միջազգային եւ համապատասխանեցնել մեր գործող կարգավորումները միջազգային պարտավորություններին։ Ճիշտ է, մենք բավականին շատ հոդվածային փոփոխություններ ունենք, բայց այնպես չէ, որ բոլոր փոփոխությունները նոր արմատական փոփոխություններ են ենթադրում։ Կան տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք շտկում են ուղղակի գործող կարգավորումը առավել հստակ դարձնելու համար։ Բայց այո, դրա հետ մեկտեղ կան փոփոխություններ, որոնք էական իրենից ենթադրում են
նոր մոտեցումներ, մասնավորապես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով չազատելը, սա լրիվ նոր մոտեցում է եւ օրինակի համար պայմանավորված է ներկա քաղաքական որոշման հետ, որ այսուհետ հնարավորություն տան կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողներին եւս, եթե կարող են աշխատունակ են եւ որովհետեւ խնդիր չկա, զուտ միայն տարիքի համար աշխատանքի չազատեն։ 62 տարեկան է մեզ մոտ անցնելը։ 63 տարեկան է։ 63-ը։ Այո։ Տղամարդկան կա տարբեր։ Նույնն է, եւ տղամարդկանց եւ կանանց համար 63 տարեկանն է եւ գործող կարգավորումները, քանի դեռ նախագիծ ուժի մեջ չէ, հնարավորություն է տալիս գործատուին, եթե պայմանագրում նախատեսել է այդ մասին, ապա 63 տարեկան լրանալու օրը աշխատողին ազատել աշխատանքից։ Միայն նրա համար որ լրացել է կենսաթոշակային տարիքը։ Սա չի բերում նաև նրան, անի հազար ներողություն, որ ենթադրենք 62-63 տարեկանը լրացավ մնաց աշխատանքի, նոր եկող կադրերը հնարավորություն չեն ունենա ռոտացիոն կերպով անցնելու աշխատանքի։ Հաշվի առնելով ներկայի աշխատաշուկային իրավիճակը եւ նաեւ այն հանգամանքը, որ կարողանում են աշխատողները աշխատեն նաև այդ տարիքում, կարծում եմ ինքը բնականում process-ի փոփոխությունը կտեղի կունենա, բայց դա զուտ պայմանավորել տարիքի հետ պետք չէ։ Այսինքն ամեն դեպքում ներկայում շատ են թափուր աշխատատեղերը եւ այդ աշխատատեղերը հնարավոր է լրացնել երիտասարդներով, այսինքն այնպես չէ, որ չունենք թափուր աշխատատեղեր եւ արդեն կենսաթոշակի տարիքում գտնվողները չեն գնա կենսաթոշակային տարիքով պայմանավորված չեն ազատի աշխատանքից եւ երիտասարդները դուրս կգան աշխատաշուկայից։ Մենք շատ թափուր աշխատատեղեր ունենք եւ ունենք աշխատատեղեր, որոնք ավելի հենց երիտասարդների համար են նախատեսված, որոնք որ ամեն դեպքում իրենք են զբաղեցնելու։ Հետևաբար այո, մասնագիտությունները արդեն թելադրում են, որ հենց երիտասարդներն են զբաղեցնելու եւ կարելի ասել չեմ բացառում, որ կլինեն որոշակի ոլորտներում որոշակի խնդիրներ, բայց այն դիտարկել որպես գլոբալ եւ դիտարկել են համատեքստում, որ երիտասարդներ աշխատաշուկայից դուրս կգնան, կարծում եմ, որ ոչ։ Կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատանքից չազատելը արդեն պարզ է, իսկ աշխատանքի ընդունելու մասը ոնց է կազմակերպվում, կա սրա հետ կապված որևէ նորմ, օրինակ, եթե դեռ տարիքին չհասած ինչ-որ մեկն է մասնակցում մրցույթին եւ արդեն տարիքում գտնվողը։ Ըստ գործող կարգավորումների, այս մասով նոր փոփոխություն չունենք, ըստ գործող կարգավորումների խտրականություն չպետք է դրսևորվի, այդ թվում նաև տարիքով պայմանավորված։ Հետևաբար իհարկե ոչ, բացառությամբ, եթե այնպիսի աշխատանքի մասին է խոսքը, որը իր բնույթով ենթադրում է կոնկրետ տարիքի սահմանը։ Այսինքն, եթե կարողացավ գործատուն հիմնավորել, որ աշխատողի համար մրցույթ է հայտարարել եւ տարիք է շեշտել զուտ նրանով, որ կոնկրետ աշխատանքն է ենթադրում, ապա չպետք է տարիքով պայմանավորված խտրականություն դրսևորվի։ Էյջիզմը պետք է այստեղ։ Այո, սա ամրագրված է այսօր էլ գործող կարգավորումներում։ Պարոն Սարգսյան, իսկ հնարավոր է, որ կենսաթոշակային տարիքում գտնվող անձը եւ կենսաթոշակ ստանա եւ ստանա աշխատավարձ։ Իհարկե, գործող կարգավորումը հենց այդպեսին է, ասեմ ավելին, կենսաթոշակային տարիքում գտնվելու եւ աշխատելու պարագայում ինքը նաեւ ամեն տարի ավելացնում է կենսաթոշակի չափը։ Այս պայմանավորված նրան որ ստաժն է ավելանում։ Եկեք նաև վերահսկման մեխանիզմների մասին, հա, խոսենք, որովհետև ինչպես գիտենք, այո, մեր օրենսդրությունը պիտի որ պաշտպանի երկու կողմին էլ, բայց մենք շատ հաճախ հանդիպում ենք այն պատկերին, որ գործատուն միշտ ավելի շահեկան դիրքերում է, եթե կարելի է այսպես ասել, քան աշխատողը։ Ոնց է սա կազմակերպվելու կոնկրետ կենսաթոշակային տարիքի թեմայով։ Այս առումով եւս ունենք զարգացումներ, մասնավորապես արդեն 2021 թվականի հուլիսից ամբողջական վերահսկողություն ենք իրականացնում աշխատանքի ոլորտի օրենսդրության նկատմամբ, իսկ քանի որ կենսաթոշակային տարիքի վերաբերող կարգավորումը եւս օրենսդրության մեկ մաս է, հետեւաբար այս մասով եւս լինելու է ամբողջական վերահսկողություն եւ եթե կլինեն խախտումներ, հորդորում եմ մեր աշխատողներին դիմեն տեսչությանը եւ ներկայացնեն իրենց բարձրացնեն իրենց աշխատանքային խնդիրը։ Մինչեւ դատարան դիմել աշխատանքային վեճը դատարանում քննելը, կա նաեւ մեկ հնարավորություն եւս, որը շատ դեպքերում առավել արագ է լինում եւ բնականաբար անվճար է։ Շատ ավելի Այս արդեն կկարծեմ դեռ կանրադառնանք կենսաթոշակառումների հետ կնքվող պայմանագրերի հետ կապված։ Ինչ ունենք այստեղ։ Փոփոխություն կա թե չկա այստեղ։ Այս մասով եւս ունենք փոփոխություն, մասնավորապես ներկայում, քանի դեռ ինչպես նշեցի նախագիծ ուժի մեջ չի մտել, հնարավորություն է տրված գործատուին, եթե աշխատանքի ընդունում կենսաթոշակային տարիքում գտնվող անձի, ապա պայմանագիր է կնքել որոշակի ժամկետով, այսինքն ժամկետ ֆիքսել։ Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո այլևս միայն նրա համար, որ աշխատող է ընդունում այնպիսի անձի, ով կենսաթոշակի տարիքում է գտնվում, չպետք է պայմանագրում անպայման որոշակի ժամկետության մասին է խոսքը։ Կարող է զուտ պայմանավորված կլինի պայմանագրի ժամկետը աշխատանքի բնույթով։ Այսինքն կան աշխատանքներ, որոնք
ի սկզբանե ենթադրում են ժամկետ ֆիքսել պայմանագրում։ Ծառայության մատուցման պայման։ Ոչ, ծառայության մատուցումը նա լրիվ այլ թեմա է։ Այսինքն սա սովորական էլի նույն պայմանագրի աշխատանքային պայմանագրի մասն է, ուղղակի մենք աշխատանքային պայմանագրերը կարող ենք ունենալ ինչպես մեջը ժամկետ ֆիքսած, այնպես էլ առանց ժամկետ, բայց եթե չենք ֆիքսում այստեղ ժամկետը, սա խնդրահարույց չէ, պարոն Սարգսյան։ Եթե չենք ֆիքսում, շատ ավելի լավ, ստացվում է պայմանագիրը անորոշ ժամկետով է, ինչը նշանակում է, որ ավելի կայուն են աշխատանքային հարաբերությունները։ Իսկ եթե ֆիքսում են ժամկետ, նշանակում է, որ որոշակի կարճաժամկետ կամ միջին ժամկետ, որոշ դեպքերում երկարաժամկետ աշխատանքների մասին է խոսքը։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, պայմանագրում ժամկետը պետք է ֆիքսվի պայմանավորված աշխատանքի բնույթով, ոչ թե նրանով, որ աշխատողը կենսաթոշակային տարիքում է գտնվում։ Եվ դրանով պայմանավորված նախագծով ունենք այդ փոփոխությունը, որի ուժի մեջ մտնելուց հետո միայն նրա համար, որ աշխատանքի է ընդունվում կենսաթոշակառու, չպետք է պայմանագիրը ֆիքսի օրինակ 1 տարով, 2 տարով, այլ պետք է լինի անորոշ ժամկետով, նկատի ունեմ հարաբերությունն ավելի կայուն, բայց եթե կա աշխատանքի բնույթ, որը որ ենթադրում է ժամկետի ֆիքսում, իհարկե կֆիքսվի նաև ժամկետը։ Այստեղ նաև աշխատանքից դուրս գալու, իսկ պայմանագիրը խզելու իմաստով ինչ ունենք այստեղ, որովհետև բոլոր փոփոխությունները կարծես թե աշխատանքի ընդունվելու մասին են, իսկ աշխատանքից հեռանալու Ինչպես դուք էլ նշեցիք, մեր աշխատանքային օրենսդրությունը աշխատողների եւ գործատուների համար կարգավորումներ նախատեսող հավասարակշիռ օրենսդրություն է, եւ մենք ունենք նաեւ մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերելի են գործատուներին։ Եվ նաև ընդհանուր առմամբ կան նախագծում կարգավորումներ, որոնք աշխատանքային պայմանագրի լուծմանն են վերաբերում եւ օրինակի համար ավելացվել է գործատուի հնարավորությունը աշխատանքային պայմանագիրը լուծելու, եթե օրինակ կորցնում է աշխատողի նկատմամբ վստահությունը։ Գործող կարգավորումներով կան հնարավորություն մի քանի դեպքերում աշխատողին աշխատանքից ազատել, եթե այլևս չի վստահում իրեն եւ հստակ նախատեսված է որոնք են այդ դեպքերը վստահությունը կորցնելու։ Մենք նախագծով ավելի հստակեցնում ենք եւ գործող կարգավորումը եւ նաեւ ավելացնում ենք նոր հնարավորություններ գործատուին, որպեսզի կարողանա պայմանագիրը լուծել, եթե այլևս չի վստահում իր աշխատողին։ Չվստահելու արգումենտում գործատուն պիտի իր չափորոշիչները նշի, թե ընդհանուր չափորոշիչներ կան։ Չափորոշիչները նախատեսված է արդեն օրենսգրքով եւ նաեւ որներ որ ավելացնում ենք, իր մասով էլ ենք ավելացնում, այսինքն այդ ամենը կարգավորված է։ Ընդհանրապես պետք է գործատուն նախապես բացատրություն վերցնի աշխատողից եւ եթե աշխատողի բացատրությունը իր համար համոզիչ է, ընթացք չտալ գործին, իսկ եթե ոչ, ապա կարող է կիրառել կարգապահական տույժ, վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատել։ Այստեղ կարգապահական տույժ է։ Զգուշացումներն են այլ կերպ ասած միջև հիմնականը, թե ճիշտ եմ հասկանում։ Ինքը հենց իրենով ենթադրում է աշխատանքից ազատում, բայց կարգապահական տույժի տեսակ է։ Ինքը եւս առանձին, ինչպես նկատողությունը կամ խիստ նկատողությունը, այնպես էլ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատումը կարգապահական տույժի տեսակ է։ Մենք շատ հայտարարություններ էինք տեսնում նախկինում էլ, հիմա էլ, որ գրված է ընդունվում են հրավիրում են աշխատանքի մինչև այս տարիքը մարդիկ 35 մինչև հիմնականում ավելի բարձր չի լինում։ Սա որևէ կերպ այս օրենքով որ հիմա արդեն կլինի, որևէ կերպ պատասխանատվության ենթարկվում է գործատուն, որովհետև տարիք չի կարելի առհասարակ նշել, ել չեմ ասում հիմա։ Ձեր նշածի հետ կապված անգամ նախագիծը չէ որ պետք է ուժի մեջ մտնի, գործող կարգավորումը ներկայում այդ հնարավորությունը տալիս է եւ օգտվելով առիթից ուզում եմ տեղեկացնել մեր գործատուներին, որ իրենք գտնում են մոնիտորինգի տակ եւ նման բոլոր հայտարարությունները խիստ հակասում են աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին։ Հետեւաբար ոչ թե նախագիծը, որը որ առաջիկայում ուժի մեջ կմտնի, այս մասով կբերի կարգավորումներ, այլ արդեն իսկ մենք ունենք այս մասով կարգավորումներ, որը արգելում է գործատուին որևիցե խտրական մոտեցում ցուցաբերել, այդ թվում նաև աշխատանքի ընդունելուց։ Սա եւս հստակ ամրագրված է աշխատանքային օրենսգրքով։ Հետեւաբար ուղղակի զուտ իրազեկում, որ սա խախտում է համարում եւ մենք դիտարկում ենք նաև այս մասով խախտումները։ Իսկ մոնիտորինգը արդյունք տվել է, թե մենք դեռ ուղղակի մոնիտորինգ ենք անում։ Որովհետեւ բան չի արվում ուղղակի հետո ընթացք տալու համար, բնականաբար այդ ամեն ունենալ է նաև իր ընթացքը։ Հետևյալ նաև հետևանքները։ Պահանջվում են այսինչ տարիքից, այսինչ տարիքի աշխատողներ, պահանջվում ენი համար եւս մի որակավորում կա, որ ես այս հարցը կտամ գովազից հետո բարեկամներ, որովհետեւ կիսատ չմնաց։ Կոմերցիան դատարան եթերում։
Շնորհակալություն հայտնենք եւ Hedonist-ին եւ ինքնատիպ ձեռագրով ու առանձնահատուկ մոտեցման բաճկի ընկնող Ավանգարդ ծաղկի սրահին, որը բացի իր թարմուն բազմազան տեսականուց առաջարկում է ֆլորիստիկայի պրոֆեսիոնալ դասընթացներ ու մի շարք այլ ծառայություններ։ Ինչպես միջոցառումների պլանավորումներ, յուրօրինակ դիզայնի, քեյթրինգի, այնպես էլ վիդեո եւ ֆոտո ծառայություններ Ավանգարդ ծաղկի սրահը ունի երկու հասցե Սարյան 1 եւ Գայ Պողոտա 12 կոտորակ 10 հեռախոսահամարն է 044 779 778։ Մեր գործընկերն է նաեւ օրգանիկուս մուլտիբրենդային խանութների ցանցը խանութ սրահներում ներկայացված են 2000-ից ավել օրգանական ու բնական խնամքի կոսմետիկ միջոցներ նախատեսված դեմքի, մարմնի ու մազերի համար։ Սրահներում ներկայացված է նաև էքսկլյուզիվ տեսականի, որոնք ունեն օրգանական կոսմետիկայի միջազգային հավաստագիր կանանց տոների հետ կապված խանութներում գործում են զեղչեր, այնպես որ շտապենք Դալմամոլ երկրորդ հարկ, Երևան մոլ առաջին հարկ, հեռախոսահամարներն 095-ով եւ 055-ով 62 5302, Facebook-ում եւ Instagram-ում օրգանիկուս գծիկ Արմենիա։ Համեցեք։ Իսկ մենք անցնում ենք առաջ եւ շարունակում ենք զրույցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։ Հնչեց հարց, որ պահանջվում են այսինչ տարիքի աշխատողներ, այստեղ նաև պահանջվում են բարետես արտաքինով աշխատողներ։ Սա երբ թե ամենախնդրահարույցն է։ Ներից մեկն է։ Այո։ Սա ինչ է։ Եվս օրենքի խախտում է։ Շատ վաղուց։ Նույն համատեքստում պետք է դիտարկենք, եթե գործատուն այդ բարետես ասելով չհիմնավոր օրինակ մոդելային բիզնես է եւ այնտեղ կան որոշակի չափանիշներ, որի պարագայում ինքը ստիպված է հայտարարության մեջ նման բառ կիրառել, ապա դա եւս կհամարվի խտրականություն եւ կհամարվի աշխատանքային օրենսգրքի խախտում։ Եթե չկարողանա հիմնավորել, ինչու է այդ բառը կիրառել իր հայտարարության մեջ։ Այս հայտարարության համար եւս մոնիտորինգ է անցկացվում ձեր կողմից եւ եւս process կա ընթացքում։ Ոչ թե մեր նկատուն է ոչ թե նախարարության, այլ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, ուղղակի մեր, քանի որ մենք նույն համակարգի մեջ ենք աշխատում եւ համատեղ ենք աշխատում։ Անցնենք երևի թե նաեւ ամենահուզող թեմաներից մեկին մայրիկներին։ Ինչու ոչ նաև հայրիկներին է ստեղծի ավելացնենք, այո։ Ինչ է փոխվել այս մասով փոքր տարիքի երեխաների ունեցող խնամողներին։ Այո, ունենք կարգավորը վերաբերում։ Այո, միայն մայրիկներին եւ ունենք ծնողներին, երեխայի խնամողին, որտեղ չենք սահմանափակում։ Հայրը կլինի, մայրը անգամ կարող երեխայի խնամողը, տատիկը, պապի հոգաբարձուն եւ այսինքն ով կճանաչվի երեխայի խնամող։ Բայց ինչպես ասում են, հերթականությամբ։ Այո, այն կարգավորումը, որը մենք ներկայում ունենք կրսկով կերակրող մայրերի մասով, վերանայվել է եւ հնարավորությունը ընդլայնվել է իրավունքից օգտվելու առումով։ Ինչ նկատի ունեմ։ Ներկայում 3 ժամը 1 հնարավորություն կա կես ժամ լրացուցիչ ընդմիջում ունենալու այն մայրերին, ովքեր կրսկով երեխային կերակրում։ Եվ կես ժամը 1-ը 3 ժամվա պարագայում ստացվում է, որ որոշակի հնարավորություն է, բայց չեն օգտվում, քանի որ շատ այլ հավասարապայմաններում դժվարություններ առաջացնում։ Մենք նախագծով առաջարկում ենք, որպեսզի մայրիկը հնարավորություն ունենա ընտրելու։ Ինքը այդ կես ժամերը, եթե ցանկանում է, կարող է միավորել եւ միանգամից վերցնել ընդմիջումը։ Անգամ շուտ գնալ տուն։ Այո, անգամ շուտ գնալ, այո, շուտ գնալ առավոտյան ուշ գալ կամ իր ընդմիջմանը միավորել։ Սա իր համար հավելյալ հնարավորություն է լինելու, առավել ճկուն լինելու եւ օգտագործելու օրենսգրքով տրված իր հնարավորությունը։ Սա այն մայրիկների համար, ովքեր իրենց հասանելիք արձակուրդը ընդմիջումը Չէ, արձակուրդը դեկրետ կոչվածը չեն վերցրել։ Այո, ովքեր աշխատանքի են գնում, ովքեր աշխատանքի են գնում, այո, եւ ունեն երեխա, ով դեռ խնամքի կարիք ունի, եւ այստեղ ուզում եմ եւս երկու կարգավորման մասին նշեմ, գործող կարգավորների համաձայն ներկայում նախատեսված է այդ հնարավորությունից օգտվել մինչեւ 1.5 տարեկան լրանալը երեխայի նախագծով արդեն առաջարկում ենք 2 տարեկան, այսինքն նաև ավելացնում ենք երեխայի տարիքը եւ երրորդը նաև հանում ենք այն բառերը, որտեղ շեշտադրվում է թե ինչ եղանակով է կերակրում երեխան, այսինքն անգամ կրսկով կերակրող բառերն է դուրս գալիս, ստացվում է հետեւյալը, որ բոլոր այն մայրերը, ովքեր ունեն մինչեւ 2 տարեկան երեխա եւ այո, ճիշտ նշեցիք, աշխատանքի են վերադարձել, ունեն հնարավորություն իրենց ընդմիջումները լրացուցիչ 3 ժամ 1.5 ժամանոց միավորելու, եթե իհարկե ցանկանում են եւ ավելի ճկուն օգտագործեն։ Անգամ ինչպես նշեցի, կարող են միավորել իրենց ընդմիջման ժամին, դրանով ավելի մեծացնել ընդմիջումը, կամ օրինակ առավոտյան ուշ գալ, կամ ավելի ուշ աշխատանքից տուն վերադառնալ։ Շուտ։ Ավելի շուտ վերադառնալ, այո։ Պարոն Սարգսյան, այս թեմաները, որ հիմա մենք խոսում ենք, ըստ ամենայնի ոնց որ թե մեզ մոտ ներքին կարգով ստացվում էր, այսինքն օրենսդրությունը չէ, որ պիտի սա կանոնակարգ էր։ Սա եկավ հավելյալ, որպեսզի մարդիկ թուղթը թանակի վրա կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, որտեղ ես շատ դեպքեր գիտեմ, որտեղ այո շուտ էին թողնում մայրիկներին, նրանք կարող են եւ ուշանալ, որովհետեւ երեխա ունեն պահելու եւ այլն։ Այսինքն ներքին կարգով այդ մարդկությունը դեռ կար, դեռ օրենքի դաշտ չէինք հասել։ Մարդկությունը մասնավոր սեկտորում ներքին կարգապահական կանոններով, այո, կան գործատուներ, որոնք իրենց աշխատողների համար ստեղծում են նման պայմաններ։
բայց բարի կամքի դրսևորում են դիտարկվում։ Իսկ օրենսգրքով արդեն լինում է իրավունք աշխատողների պարագայում եւ այստեղ իրենք ոչ թե խնդրելու են, այլ իրավունքի գործող նորմը պահանջելու են։ Հետևաբար, այո, կան դեպքեր, ես համոզում եմ ձեզ հետ, բայց իրենք այդքան շատ չեն, որ մենք թողնենք սովորույթի ուժով հարցը կարգավորվեր եւ նաեւ հաշվի ենք առել հենց այն խնդիրները, դիմումները, բողոքները, որ մենք ստանում ենք, որ չեն կարողանում նախ այդ իրավունքից իրենց օգտվել եւ երկրորդն էլ, եթե իրենք դիմում են գործատուին իհարկե մերժվում են, որովհետև օրենքով չկա պահանջ գործատուին համար։ Հատկապես մասնավոր սեկտորում գուցե մի քիչ ավելի հեշտ է կազմակերպել, բայց հատկապես պետական կառույցներում շատ բարդ է օրենքից դուրս որևէ բան անել, հետեւաբար այստեղ իհարկե այդ առումով եւս ճիշտ է։ Եթե ամեն դեպքում գործատուն որոշում է, որ ինքը շատ լավ է, ուրախ եմ, որ այս օրենքը կա, բայց ես չեմ օգտվելու սրանից, կգաք կաշխատեք ոնց որ նախկինում եղել է։ Ինչ կարող է այստեղ անել աշխատողը, որքանով ինքը կարող է պաշտպանված լինել։ Ինչպես նշեցի, պաշտպանության համար իհարկե կարող է դիմել առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին եւ ակնհայտ է նշածս օրինակում, որ արկա է խախտում եւ շատ արագ կարծում եմ խախտումը ինչ է լինում, կապվում են գործատուի հետ, հիշեցնում են, որ կա օրենք, որը պետք է պահպանել եւ արդեն վարույթի շրջանակներում ներկայացում է գործատուին խախտումը, տրվում է ժամանակ խախտումը վերացնելու եւ եթե խախտումը չի վերացնում նշված ժամկետում, արդեն վարչական իրավունք խախտում է օրենսգրքով իրականացնում է համապատասխան միջոցառումներ։ Իհարկե հնարավոր է նաև որ տվյալ գործատուն սկսի հետապնդել նաև այս աշխատողին, մենք նման դեպքեր էլ գիտենք, բայց ամեն դեպքում երևի թե երբ դու խոսում ես քո իրավունքների մասին, դրանից հետո միայն հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Շապկի պետք է փոխենք, այո, նման դեպքեր կարող են լինել, բայց ժամանակի հետ արդեն գործատուն պետք է վերադիրքավորվի եւ ոչ թե գնա բողոքող աշխատողի հետևից, այլ խախտում թույլ չտա։ Որտեղ եթե քանակը ավելանա այն աշխատողները, ովքեր իրենց իրավունքները պաշտպանում են, այլևս գործատուն չի կարողանալու ձեր ասած տարբերակով իր հարցերը լուծել։ Պետք է ընդհանրապես իրավունքը գերակա ճանաչել, պահպանել աշխատանքային օրենսդրությունը եւ այդքանով իրենց հարաբերությունը ավելի դինամիկ եւ արդյունավետ կստացվի։ Մինչև շարժվենք առաջ, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, որտեղ մի փոքր նաեւ առավելություն է տրվում հայրիկներին, շատ ցավոտ թեմա է ինձ համար էս հայրիկներին, ինչ ունենք հայրիկների մասով, պարոն Սարգսյան, նրանց որևէ առավելություն, երեխան ծնվեց ինչ որ մի ժամանակահատված կարող է բացակայել, չբացակայել հնարավորություն, այո։ Ունենք կարգավորում հենց միայն վերաբերել է հայրիկներին, հայրության արձակուրդ ունենք, որը գործող նորմ է, այսինքն նախագծով չէ, որ նախատեսում ենք, գործող նորմ ունենք, որը հնարավորություն է տալիս մինչև 30 օրը երեխայի ծնվելուց հետո, երեխան ծնվելուց հետո մինչև երեխա 30 օրական լրանալը, հայրը ունի 5 օր վճարովի արձակուրդի իրավունք։ Սա հավելյալ նոր երաշիք է հայրերի համար, որը արդեն 2 տարուց ավել է որպես գործող նորմ է, այսինքն կարգավորումը ունենք, հնարավորություն է տալիս, եթե երեխան ծնվելուց հետո դիմում է հայրը գործատուին եւ մինչեւ 5 օր, 30 օրերի ընթացքում մինչեւ երեխայի լրանալը եւ գործատուն վճարովի արձակուրդ իրան տրամադրում։ Սա գումարում է այն վճարովի արձակուրդի օրերն, այսինքն այնպես չէ, որ հետո այն արձակուրդի օրից հանվելու է։ Սա եւս հավելյալ 5 օր է։ Իսկ խնամակալության իմաստով հնարավոր է տեղերով փոխվեն հայրիկն ու մայրիկը, այսինքն, չգիտեմ, հայրիկը վերցնի դեկրետ կոչվածը, մայրիկը գնա աշխատել։ Իհարկե, երեխայի խնամքի արձակուրդը մինչև երեխայի 3 տարին լրանալը, իհարկե, ընտրում են, որոշում են, թե ով է երեխայի խնամքով զբաղվելու եւ նրան է տրամադրվում է։ Եվ հիշում եք, ես ասացի, որ նաեւ ունեն կարգավորումներ նախագծով, որը վերաբերում է նաեւ հայրերին, մասնավորապես գործող կարգավորումների համաձայն մինչև երեխայի 1 տարին լրանալը հնարավորություն է տրվում ոչ թե աշխատաժամանակի ռեժիմով աշխատել։ Խոսքը հետևյալի մասն է, օրինակի համար ունենք մինչև 1 տարեկան երեխա, գործատուն, այդ թվում կարող է հայրը լինել, դիմում է իր աշխատողը կներեք, այդ թվում նաև հայրը դիմում է իր գործատուին, օրինակի համար խնդրելով, որ աշխատաժամանակը կչացվի։ Եվ գործատուն չի կարող մերժել։ Ընդհանրապես պետք է իրենք պայմանավորեն, թե քանի ժամ կչացվի։ Եվ ուղղակի ֆիքսենք, որ որքան որ կչացվեց աշխատաժամանակը, այդքան է կչացվելու աշխատավարձը, նվազեցվելու աշխատավարձը։ Բայց նման երաշիք այսօր աշխատանքային օրենսգրքով առկա է։ Նախագծով առաջարկում ենք 1 տարին դարձնենք 2։ Հետևաբար արդեն հնարավորություն կլինի երեխայի խնամողին փաստացի, այդ թվում նաև հորը, դիմելու իր գործատուին եւ իր աշխատաժամանակը կչացնելու մինչեւ այնքան որքան կպայմանավորվեն, մինչև երեխա 2 տարին լրանալը եւ ուղղակի նկատի ունենալը, որ կնվազի նաեւ աշխատավարձը։ Բեր, ես կեժամ շուտ եմ գնալու այսօր։ Աշխատավարձի ազդել։ Չէ, ես կեժամ երկար կմնա, ոչինչ։ Մենք իրավաբանական տեքստերը երբեմն բավական բարդ են լինում, դրա համար ստիպված եմ կարդալ։ Ասում է, որ աշխատանքային պայմանագրերի լուծարման դեպքում աշխատակիցների եւ պաշտոնների կրճատման ժամանակ նախատեսվում է նախապատվության իրավունքի սահմանը։
Ինչ է սա նշանակում, ես ինչ կարդացի նոր։ Խոսքը հետևյալի մասն է։ Հնարավորություն ունի գործատուն կրճատել նաև հաստիկները, եթե աշխատանքը այնպեսին է ընթացքում դարձել, որ այդքան հաստիկ իրեն պետք չէ այդ աշխատանքը կատարելու համար։ Նախկինում իրավունք չուներ։ Միշտ ունի։ Ուղղակի հիմա որոշակի փոփոխություններ են նախատեսվում։ Խոսքը հետևյալի մասն է, եթե մինչ օրս գործատուն ազատ է որոշելու, թե հաստիկները կրճատելու պարագայում ում ազատի աշխատանքից ում թողնի, նախագծի ընդունումից հետո որոշակի դեպքերի համար կա նախապատվության իրավունք։ Հետևաբար գործատուն միանշանակ չէ ազատ է ընտրելու, թե ում աշխատանքից ազատի։ Մասնավորապես, եթե ինքը ունի աշխատող, ով նախկին զինվորական հաշմանդամություն ունեցող անձ է, այսինքն զինծառայող է եղել, ով ձեռք է բերել հաշմանդամություն, կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է, ապա այլ հավասար պայմաններում իրեն պետք է տա նախապատվության իրավունք։ Խոսքը դրա մասին է։ Այսինքն, եթե մինչ օրս ազատ է գործատուն որոշելու ում կազատի աշխատանքից, եթե հաստիկ է կրճատում, նախագծի ուժի մեջ մտնելուց հետո այն աշխատող, ով նախկին զինծառայող է կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ, ապա այլ հավասար պայմաններում սա ֆիքսենք, գործատուն պետք է իրեն տա նախապատվության իրավունք եւ իրեն թողնի աշխատանքի մեջ, այսինքն իր հաստիկը կրճատելուց իրեն չազատի աշխատանքից։ Սա թոփում ովքեր են առաջի երկու կատեգորիան հասկացան, կա երրորդ, չորրորդ, այսինքն հերթականությամբ կա, իջնող թե առավելությունը այս խոսքը միայն զինվորական հաշմանդամություն ձեռք բերած անձանց մասին է, կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների մասին է, կամ այն ընտանիքի անդամների մասին է, ովքեր ունեն առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Այսինքն ամեն դեպքում ամեն ինչ պայմանավորված է զինվորական հաշմանդամության կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հետ։ Եվ սա այսուհետ օրենքով սահմանված է, հետևաբար այստեղ էլ գործատուն չի կարող ինքնակամ նախագիծ ընդունելուց հետո ուժի մեջ մտնելուց հետո այլևս գործատուն պետք է, եթե ունի նման աշխատողներ եւ աշխատողին տեղեկացնում է այդ մասին, ապա այո, պետք է հաստիկները կրճատելու պարագայում այդ հանգամանքը դիտարկի։ Չնայած այսօր երկուշաբթի է, բայց մենք խոսելու ենք նաև արձակուրդներից բարեկամներ, այնպես որ կան քիչ հետո գովազդից հետո, այո։ Վերադարձանք շատ արագ, հիշեցնեմ, որ մեր հյուրն է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, մենք խոսում ենք շատ կարևոր թեմայի մասին։ Այո, եկել հասել ենք արձակուրդերին, պարոն Սարգսյան։ Ստացվեց, որ եթե քեզ հասանելիք արձակուրդին դու հոժար կյանքով չես գնում, ապա ստիպված ես գնալու աշխատատուի կողմից։ Ինչու՞։ Եկեք նախ ֆիքսենք, որ հոժար կյանքով չես գնում 2.5 տարի, ոչ թե չես գնում աշխատանքային տարվա ընթացքում, այլ աշխատանքային տարին լրանալուց հետո 1.5 տարի հետո։ Միայն այս դեպքում է, որ այս նորմը կգործի։ Այսինքն, եւ ինչու այսպես եղավ։ Եղավ այն պարագայ պատճառով, որ ներկայում տեսնում ենք, որ տարիներ շարունակ կուտակվում են ամենամյա արձակուրդի օրերը։ Աշխատողը չի օգտվում հանգստի իրավունքից, հա գործատունը հետագայում խնդիրներ է ունենում, երբ որ պետք է կատարի վերջնահաշվարկ, որովհետև գումարը ավելի մեծանում է եւ ֆինանսական խնդիրներ առաջանում։ Եվ երբ որ հարցնում ես աշխատողին, ասում է դե արձակուրդ չեմ գնացել, քանի որ գործատուն չի տրամադրել։ Հարցնում ես գործատուին, ասում է երբ դիմում գրեց, որ արձակուրդ գնալու ես չտվեցի։ Ու ստացվում է, որ երկու կողմերը կարելի ասել իրենց հիմնավորումներով ճիշտ են։ Բայց քանի որ նպատակը մեր նա է, որ գործող նորմը իրականության մեջ պրակտիկայում էլ եւս գործի, խոսքը հետեւյալի մասն է։ Ներկայում էլ գործող կարգավորումներով անկախ նրանից նախագիծը ինչ ձևակերպում ունի, նախատեսված է իմպերատիվ պահանջ, որ աշխատողը կարող է իր ամենամյա արձակուրդը տեղափոխել 18 ամիս։ Այսինքն սա այն մաքսիմում ժամկետն է, որից հետո դու չպետք է չհանգստանաս, քանի որ հանգիստը ուղիղ կապ ունի առողջության հետ, արտադրողականության հետ, չէ։ ՕԳԳ-ի հետ, բայց ինչպես նշեցի, տեսնում ենք, որ տարիներով չի իրացում այդ իրավունքը։ Եվ մենք նախագծով ընդհանրապես գործող նորմը ուզում ենք, որ իրականության մեջ աշխատի։ Եվ դրա համար ենք ասում ենք մենք տարիներ շարունակ նախատեսել ենք այս կարգավորումը, բայց տեսնում ենք, որ չեք օգտագործում։ Դրա համար մենք ասում ենք այսուհետ եթե շարունակեք այն նորմը, որը որ կա, պահեք, ապա կամ տույժ կվճարեք հարգելի գործատուներ, կամ հարգելի աշխատողներ, իմացեք, որ այլևս չեն սպասելու ձեր դիմումին։ Խոսքը դրա մասն է, այսինքն այնպես չի, որ մենք լրիվ նոր կարգավորումներ ենք բերում։ Մենք ունենք այդ կարգավորումը այսօր, ուղղակի այսօր քանի որ այդ կարգավորումը չի կյանքի կոչվում շատ դեպքերում, այո, շատ դեպքերում, եւ մենք դա տեսնում ենք հենց իրականության մեջ, հետագայում արդեն խնդիրներ է առաջանում, մի կողմը միշտ մեղադրում է մյուսին, որտեղ նա չի կարողանում վճարել, ասում ինչի արձակուրդ չէր դիմել այսքան ժամանակ, նա ասում է այդքան դիմեցի, մերժեցի եւ այլն։ Հիմա այս խնդիրը կլուծվի, կարծում եմ այս նախագծով։ Դրա մյուս կողմն էլ կա, երբ արձակուրդը ձևակերպված է, բայց շարունակում է գնալ աշխատանքի եւ կամ աշխատում է տանից, եթե դրա հնարավորությունը կա։ Սա էլ պիտի ինչ-որ կերպ վերահսկվի թե։ Ուղի խախտում է, այո, ուղի խախտում է, երբ որ աշխատողը արձակուրդի մեջ կապ չունի։ Հեռավար եղանակով է կատարում աշխատանքը, ինչպես դուք նշեցիք, թե աշխատանքի վայր է հաճախում, որևիցե պարագայում, եթե արձակուրդի մեջ աշխատողը կատարում է աշխատանք,
ուղիղ աշխատանքային օրենսգրքի խախտում։ Նույնիսկ եթե հոժար կամքով է, Նման հասկացություն չունենք, հոժար կամքով հասկացություն չունենք, նման բառ հանգիստը հանգիստ, աշխատանքը աշխատանք։ Այն պայծ սկսած, երբ որ դուք գտնվում եք արձակուրդի մեջ, դուք չպետք է կատարեք ձեր աշխատանքային պարտականությունից բխող որևիցե աշխատանք։ լավ, իսկ եթե ենթադրենք արձակուրդ չէ, այլ ինձ հատկացված ժամն է 4 ժամ ես աշխատեցի, բայց եւս ժամ ու կես մնացի, որպեսզի կամ գործը ավարտին հասցնեմ, կամ դե այդպես էլ պետք։ Մենք արտաժամյա աշխատանք շատ ենք հանդիպում։ Այո։ Եթե աշխատողն է ուղղակի ցանկանում մնալ ավել աշխատել, նման կարգավորում եւս աշխատանքային օրենսգրքով չկա։ Չկա։ Այսինքն, եթե աշխատողը իր աշխատանքային ժամից ավել է աշխատում, մենք ունենք ընդհանրապես մեկ հասկացություն՝ արտաժամյա աշխատանք, որի պարագայում աշխատողը պետք է վճարվի։ Իմպերատիվ է, սա ամրագրված։ Այսինքն, ուղղակի աշխատողը աշխատանքները չի հասցրել եւ ցանկանում է ավել մնալ այդ հիմնավորմամբ, այդ համատեքստում չեն կարող մենք համարել, որ ոչինչ, եթե աշխատողն է ցանկանում, թող մնա աշխատի։ Միակ տարբերակը աշխատողի ավել աշխատելու իր աշխատանքային ժամերից այդ արտաժամն է։ Եվ արտաժամի հետ կապված եւս նախագծով ունենք հնարավորություն նոր խոսքը հետեւյալի մասին է։ Եթե գործող կարգավորումներով հստակ դեպքեր են նախատեսված բացառիկ, երբ կարող է գործատուն աշխատողին պարտադրել, որ մնա արտաժամ աշխատելու, նախագծով ասում ենք եւս մեկ հնարավորության մասին, նշում ենք եւս մեկ հնարավորության մասին, երբ կողմերը կարող են գալ համաձայնության, որպեսզի աշխատողը շարունակի արտաժամ աշխատել նաեւ աշխատանքից հետո։ Բայց հստակ պահանջներ կան այստեղ, մասնավորապես չի կարող շաբաթվա ընթացքում 8 ժամից ավել աշխատել աշխատողը արտաժամ, իրար հաջորդող 2 օրերի ընթացքում էլ 4 ժամից ավել աշխատել։ Իսկ տարվա ընթացքում 180 ժամից ավել։ Այսինքն այնպես չէ, որ նախագծի ընդունումից հետո աշխատողը կարող է ուղղակի աշխատել ժամերով։ Իսկն խիստ կարևոր դեպքերում երբ ծրագիր կա հանձնելու կամ չգիտեմ երամսյակ է փակվում եւ այլն։ Դրանք նախատեսված են ներկայում են բացառիկ դեպքերը։ Ուղղակի քանի որ միշտ չէ որ բացառիկ դեպքերը կան, սակայն այնուամենայնիվ աշխատողը արտաժամ մնում է եւ հետ այդ պարագայում է գործատուն հիմք չէ ունենում վճարելու, քանի որ ասում է բացառիկ չէ դեպքը մնալու, իսկ ես միայն կարող եմ վճարել բացառիկ դեպքերում, հիմա ստացվում է ճիշտ է մնացել ես, բայց չեմ կարող վճարել։ Իսկ նախագիծը որ ընդունվի կստացվի ոչ միայն բացառիկ դեպքերում կմնա աշխատող արտաժամ, այլ այն ինչ որ հիմա իրականում է տեղ ունենում, այսինքն կողմերը պայմանավորում են որ աշխատողը ավել մնա, բայց կփոխվի այն որ արդեն աշխատողը դրա համար կվճարվի, որովհետև գործատուն այլևս չի կարող ասել ինչ հիմքով հրաման տամ արտաժամյա աշխատանքի եւ դրանից բխող նաեւ վճարում կատարելու, կոպիտ ասած պայմանավորվում են իրար հետ եւ չի երևում որևիցե տեղ, որովհետև հենց հրամանը տվեց կհամարվի խախտում, քանի որ պետք է նաեւ հրամանի մեջ երևա թե այդ ո՞րն էր բացառիկ դեպքը, որ աշխատողը մնաց արտաժամ։ Իսկ նախագիծը որ ընդունվեց, այլևս պետք չի ման գար այդ բացառիկ դեպքը հիմնավորել բացառիկ դեպքով, այլ ընդհանրապես պետք է ցույց տալ կողմերի համաձայնությունը, դրանից բխող նաև հնարավորություն կլինի արտաժամի համար վճարել յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափի 50%-ի չափով, այսինքն ոչ թե 100% է վարձատրում, այլ 150%, եթե աշխատողը արտաժամ է աշխատում, բայց կրկին ֆիքսեն, որ այնպես չէ, որ այս պարագայում կարող է գործատուն պահանջել կամ կողմերը կան համաձայնության, որ աշխատանքից հետո 5 ժամ, 6 ժամ եւ այլն կամ 2 օրերի ընթացքում 8 ժամ եւ ավել։ Պետք է անպայման ֆիքսենք, որ երկու իրար հաջորդող օրերի ընթացքում չի կարող աշխատողը աշխատել 4 ժամից ավել, ի շաբաթվա ընթացքում 8 ժամից ավել։ Տարվա ընթացքում 180 ժամ։ Խոսում ենք OGG-ից, պարոն Սարգսյան, տեսեք, Google-ը որպես գործատու մի լավ, այսպես հանգամանք ունի, նա իր ամբողջ ենթադրենք 8 ժամվա կտրվածքով քեզ տալիս է ժամ ու կես 2 ժամվա ազատ ժամ, որտեղ որ դու կարող ես քո գործերը կազմակերպել այնտեղ որտեղ որ կաս։ Դա կապ չունի, դու կոնկրետ գործով ես զբաղվում, գործատուի գործն ես անում, թե ուրիշի գործն ես անում։ OGG-ի իմաստով խոսելիս Google-ի այս հանգամանքը բերեց նոր հնարավորությունների, ստեղծվեց օրինակ Gmail-ը եւ ստեղծվեց Google Map-ը։ Եթե այդ 2 ժամանոց պատուհանը չլիներ, հնարավոր է որ չունենայինք այդպես բան։ Կարող է արդյոք աշխատողը ճկունություն ունենալ եւ այո գործի ժամանակ իր գործերը անել, որից իհարկե չի տուժի ընդհանրենք գործատուի աշխատանքը։ Եթե օրենսգրքով ենք դիտարկում, մի քանի կարգավորումներ պետք է նշենք։ Նախ բոլոր աշխատողները ունեն ընդմիջման իրավունք, որը ազատ են տնօրենին ինչպես կցանկանան։ Եվ ըստ կարգավորումների աշխատանքային օրվա կեսից հետո, սակայն ոչ ուշքան 4 ժամ հետո, յուրաքանչյուր աշխատող ունի նվազագույնը կես ժամ, առավելագույնը 2 ժամ ընդմիջման իրավունք։ Եվ այստեղ սա իմպերատիվ նորմ է, ուղղակի կարող է գործատուն որոշել կես ժամից 2 ժամվա ընկած միջակայքում որքան հատկացնել։ Եվ ինչպես նշեցի, սա ընդհանրապես աշխատողը ազատ է, ինչպես ցանկանա տնօրենի։ Ինչ վերաբերում է, եթե մենք այս ընդմիջմանը հետ չենք, որովհետև ենթադրում ձեր վերած օրինակը այդ ընդմիջման մասին չէ, ուտելու մասին խոսքը չէ, սնվելու մասին։ Ենթադրում եմ, որ այդ ընդմիջման մասին չէ,
այո, գործատուն իրավունք ունի գործող կարգավորումներով լրացուցիչ ընդմիջում սահմանը իր ներքին կարգապահական կանոններով։ Այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, այնպես չէ, որ օրենսգրքով ուղիղ ամրագրված է, որ աշխատողները իրավունք ունեն օրվա մեջ 1 ժամ ազատ տնօրինեն աշխատանքի մեջ եւ իրենց գործերով զբաղվեն, նման կարգավորում չունենք, բայց ունենք հնարավորություն տրված գործատուին իր ներքին կարգապահական կանոններով աշխատաժամանակի մեջ, եթե ցանկանում է գործատուն, ներառել որոշակի լրացուցիչ ընդմիջման հնարավորություն, ոչ թե այն իմպերատիվ ընդմիջումը, որը որ նշեցի, այլ լրացուցիչ ընդմիջում։ Որպես sense նշեմ, որպես պարտադիր պահանջ չկա ամրագրված, ինչպես դուք նշեցիք Google-ի օրինակով, բայց կա հնարավորություն, եթե գործատուն է ցանկանում։ Սա այս միտքը տանում է նրան, որ հիմա շատ մասնագիտություններ անընդհատ զարգանալու հնարավորություն են տալիս, ինքնակրթվելու այլ կերպ ասած։ Հնարավոր է, որ աշխատանքի ժամանակ ենթադրենք նա ինքնակրթվի, բայց դա չխանգարի չխանգարի։ Այս հնարավորությունը եւս նախատեսված է աշխատանքային օրենսգրքով, աշխատաժամանակի կառուցվածքի մեջ նաեւ նախատեսված է վերապատրաստումների համար ծախսված ժամանակը, բայց ինչպես նշեցի, այստեղ գործատուն ինքն է հնարավորությունը տալիս աշխատողին, եթե թույլատրեց, որևէ խնդիր չկա, բայց ուզում եմ նշեմ հետեւյալ, իմպերատիվ նորմ չէ, որ աշխատողը գասի, ես քանի որ որոշել եմ ինքնակրթվում, ես գնացի ինքնակրթվել։ Չէ, պետք է գործատուի հնարավորությունը, ցանկությունը եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված լինի։ Միայն այդ պարագայում։ Ուսումնական տարկետումների մասով կամ ուսումնական արձակուրդների մասով նոր նախատեսված կարգավորումն ենք այս մասով, մասնավորապես նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, եթե գործատուն դեմ չէ, հնարավորություն կարող է տալ իր աշխատողին մինչև 2 տարի ժամկետով արտերկրում սովորել։ Այսինքն, եթե աշխատողը որևէ ծրագրով, չէ, դիմել է եւ հաղթել է եւ հնարավորություն ունի դրսում սովորելու, ներկայում այդ մասով խնդիր է առաջանում աշխատատեղի պահպանման հետ կապված։ Նախագծի ընդունումից հետո, իհարկե, եթե գործատուն դեմ չէ, սա էլ ֆիքսենք, ապա իր աշխատողը աշխատատեղի պահպանման, բայց ոչ աշխատավարձի, աշխատատեղի պահպանմամբ կարող է մինչև 2 տարի դրսում սովորել, հետո հետ վերադառնալ եւ շարունակել իր աշխատանքը։ Սա եւս նոր կարգավորում է նախագծով։ Սա իմպերատիվ նորմ է, թե եթե գործատուն ցանկացավ։ Դրա համար նշեցի, եթե գործատուն ցանկացավ, որ աշխատատեղի պահպանում տեղի ունենա եւ աշխատողը գնա դրսում սովորի, հետո հետ վերադառնա, ապա արդեն հնարավորություն կլինի օրենսգրքի կոնկրետ նորմին հղում տալով հարգելի համարել ամբողջ ժամանակատվածի բացակայությունը աշխատատեղի պահպանման։ Հիմա զուգահեռաբար նաև փոփոխություններ է կատարվում Ֆրանսիայում, որտեղ որ բախումներ կան, չգիտեմ, Փարիզում տարատեսակ միտինգներ են անցկացվում։ Մեզ մոտ ինչ-որ մի բան, որ փոխվում է, այն էլ 45% մասշտաբայնությամբ, պիտի որ արձագանքներ լինեին, պարոն Սարգսյան, բայց թվում է թե արձագանքներ չկան։ Այսինքն լավ է այս ամենը, սպասելի է այս ամբողջ ալիքը, որ եկավ, որ փոփոխություններ սկսվեցին։ Իրականում շատ արձագանքներ են եղել։ Չէ, ես բացասականի մասին եմ հիմնական։ Նաև բացասական իհարկե, բայց լավը որն է, որ մենք երբ որ այս նախագիծը սկսեցինք մշակել, սկսեցինք հենց ամենասկզբից աշխատել բոլորի հետ։ Ստեղծեցինք աշխատանքային խումբ, հրավիրեցինք աշխատանքային խմբում բոլոր հնարավոր կողմերին, ովքեր շահագրգիռ են նախագծի փոփոխությունների հետ կապված։ 2019 թվականից։ Այսինքն երկար տարիներ անց, անգամ վերջերս ունեցանք հանրային մեծ լսումներ։ Եթե ասեմ, որ բոլորի համար բոլոր կարգավորումն ընդունել, իհարկե այդպես չի կարող լինել, որովհետև եթե մի կողմի համար սահմանում ենք իրավունք, մյուսի համար ստացվում է պարտականություններ։ Բայց ինչու անցնցում եղավ, որովհետև ինչպես նշեցի, մենք բոլոր փուլերում, բոլոր քննարկումները հնարավորինս իրականացրել ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ այո, իհարկե եղել իրենց կողմից խնդիրներ, հարցադրումներ, տրվել են մեր կողմից պարզաբանումներ, որոշները իրենց կողմից ընդունելի, որոշները ոչ, բայց ամեն դեպքում իրենք ամբողջ գործընթացին իրազեկ են եղել եւ ամեն դեպքում այն փոփոխությունները, որը մենք նախագծով նախատեսել ենք, ունեն իրենց հիմնավորումները։ Ճիշտ է, ինչպես նշեցի, կարող է ընդունելի չլինել որոշ դեպքերում, բայց առնվազն չկա որևէ փոփոխություն, որը հիմքում չլինի հիմնավորում։ Եվ դրա համար իհարկե շատ քննարկումներ են ունեցել, մինչ օրս է կան որոշակի կարգավորումներ, որի հետ կապված կամ գործատուների շահերը ներկայացնող կողմը, կամ աշխատողների շահերը իրավունքները ներկայացնող կողմը ամբողջությամբ համամիտ չեն, բայց այդպես չի կարող այնպիսի օրենքներ, որը միշտ բոլորի համար ընդունելի է։ Բայց այլ հարց է, որ չլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք սկզբունքային խնդիրներ են առաջացնում, եթե սկզբունքային խնդիր ունենենք, իհարկե այդ բողոքների մասին նաև կբացատրենք։ Այսինքն կարելի ասել, որ սկզբունքային լուրջ խնդիրներ չի առաջացրել այս նախագիծը, բայց խնդիրներ իհարկե կան, քննարկվում են, շատերը ասեմ այդ քննարկումների արդյունքները տրվել են լուծումներ եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ ավելի հիմա ամեն ինչ հանգիստ է, որովհետեւ շատ դեպքերում ենք այո նաեւ հնարավոր առաջարկներ ընդունել ենք եւ իրացել ենք նախագծում։
Հրաշալի է Ինձ թվում է դե հասցրեցինք ամենը։ Կարծես թե այո, սիրելի հերոստատիտող, իմանանք մեր եւ պարտականությունները եւ իհարկե իրավունքները։ Իրավունքները։ Շնորհակալություն լուսաբանելու համար։ Հիշեցնեմ, որ մեր Շնորհակալ եմ, տաղավարում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, բոլորիս առողջ աշխատանքային հարաբերություններ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ հրաշալի Ձեզ աշխատանքային երկու Գնանք գովազդի վերադառնանք բարեկամներ։